Հայաստանի Հանրության ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Մինչև բուն նյութիս անցնելը պիտի ներողություն խնդրեմ եւ անպայման անդրադառնամ մեր ընդդիմադիր գործընկերների բարձրացված հարցերին, որովհետեւ կարծես մի պահ կորցնում ես հոգեկան առողջությունը եւ պիտի անպայման մշտապես արձագանքել եւ ցույց տալ իրականությունը։ Եվ այսպես, բավական է, սիրելի գործընկերներ, պաթոսախեղդ, կոգնիտիվ դիսոնանս առաջացնող ձեր թեզերով շեղեք մեզ եւ հանրությանը, չի հաջողվելու։ Ապօրինի գույքի բռնագանձման, Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ազատության դեմ տարվող հիբրիդային պատերազմի դեմ պայքարում հայ ժողովուրդը շատ լավ էլ համախմբված է եւ իշխանություններն էլ տանելու են այդ պայքարը անշեղորեն։ Բավական է ամեն օր Հայաստանի անվտանգությունը, անկախությունը եւ քաղաքացիներին թիրախավորելով գորգորակ թիրախավորման մասին։ Շատ ճիշտ այստեղ չեն մեր գործընկերները, բայց ես շատ լավ հիշում եմ, ինչպես խելագարված հողմերի պես մտակ սենյակս, պատրեցիք զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում նաև եղբայրս էր, շպրտեցիք վրաներս, վիրավորեցիք, սպառնացիք եւ ձեր պարտքը ձեր ղեկավարների նկատմամբ կատարած դուրս գնացիք։ Որևէ մեկը հայ առաքելական եկեղեցուն չի թիրախավորում, մեր ազգային արժեքները չի ոտնահարում, այլ կոնկրետ անձանց կոնկրետ հարց է ուղղվել եւ գծվել են սահմաններ, որ կեղծիքը, փարիսեցիությունը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում եւ եկեղեցում։ Իսկ Հայաստանի Հանրապետության դեմ գործող ցանկացած անձ պիտի համարժեք պատասխան ստանա։ Տիկին Խամոյան, մենք ժողովրդից մի բան ենք ուզել, միշտ, եւ ի տարբերություն ձեր ղեկավարների մի քանի անգամ ստացել ենք։ Դա վստահության քվեն է։ Կառուցելու մեր երկրում պետականություն, խաղաղություն, անվտանգություն, առողջապահություն, կրթություն եւ այլն։ Եվ բավական է, նորից եմ կրկնում, մեզ տանեք ձեր ծուռ հայելիների աշխարհ։ Պալատ համար 6 Չեխովյան։ Մենք մեր կուռ տրամաբանությամբ հարցեր առաջադրելու եւ նաեւ տրամաբանական պատասխաններ ստանալու հստակ մոտիվացիայով առաջ ենք գնալու։ Այսքանը այս մասով։ Հիմա անցնեմ առողջապահության մասով մեր բյուջեին։ Բոլորս եք այսօր մի քանի անգամ էլի խոսեցինք, որ բյուջեն ինչ որ առումով մեր պետության հայրենիքի նկատմամբ մեր անչափելի սիրո, նվիրման եւ մեր բոլորի նվիրական երազանքները իրագործելու թվային արտահայտումն է։ Ուզում ենք անկախ, ազատ, ժողովրդավար, իրավական, սոցիալական, տնտեսապես զարգացած եւ անվտանգ պետություն ապահովելու մեր անհատական երջանկությունը պետք է ավելի շատ եւ ազնիվ աշխատենք, ավելի շատ հարկ վճարենք, ավելի շատ ներդրում անենք մեր երկրի մեջ։ Եվ թվերը փաստում են, որ այդպես էլ անում ենք։ 2024 թվականին մեր բյուջեն 18-ի համապատասխան կրկնապատկվել է։ Ես պետք է նշեմ, որ միայն չի կրկնապատկվել, այլ այդ բյուջետային միջոցները ծախսվում են ըստ նշանակության, ի տարբերություն մինչև 2018 թվականը շատ ուրեմն տարածված արատավոր երևույթների, ինչպես օրինակ ատկատներն էին։ Եվ գուցե նաև հենց այս հանգամանքն է, որ մեր բյուջետային միջոցների ծախսի արդյունքում մենք այսօր արձանագրում ենք առողջապահական ցուցանիշների սպասելիից ավելի բարելավումներ։ Բայց այսօր նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնել բարեխիղճ հարկ վճարողներին, յուրաքանչյուր քաղաքացու։ Ես ձեզ վստահեցնում եմ, ձեր վճարած հարկերը վերադառնում են հենց ձեր ընտանիք, ոչ մեկ, անգամ ամենահարուստ անձն էլ մեր երկրի չի կարող իր հաշվին ունենալ որակյալ առողջապահական ծառայություններ, եթե չլիտեր պետական ծախսերը ենթակառուցվածքների, մասնագիտական զարգացման, որակի ստանդարտների ներդրման ուղղությամբ։ Բայց նաև չկա մի անձ ու ընտանիք, որ պետական պատվերի շրջանակում չի ստացել ծառայություններ, կլինեն դրանք պատվաստումները, հետազոտություններ, ծննդօգնություն, ստենտավորում, վիրահատություններ, վերականգնողական բուժօգնություն, փոխպատվաստումներ։
Սիրելի հայրենակիցներ, շնորհակալությունս հայտնում եմ ոչ միայն իմ անունից, այլ նաև ամեն այն անձի, ով սրտի նոր բաբախ է ստացել, աչքի նոր լույս, շարժվելու ունակություն վերագտել, երկար տարիներ երեխայի ճիչին սպասելով, ի վերջո տուն է գնացել առողջ ծնված բալիկի հետ։ Երիտասարդ մոր անունից, ով որ իր շարժունակությունը շնորհիվ մեր դեղորայքի վերականգնել է եւ հիմա զբաղված է բալիկին դաստիարակելով։ Այսօր շատ թվեր են հնչել եւ ես էլ գուցե ձեզ ծանրաբեռնեմ մի քանիսով, բայց մի թիվ ուզում եմ որ հիշեք այսօր անպայման։ 1986 թվականից Հայաստանում 2023 թվականին 24-ը դեռ կամփոփվի, առաջին անգամ կյանքի միջին տևողությունը գրանցվել է 77 տարեկան։ Այս սա է մեր ձեռքբերումը։ 2024 թվականին պետական բյուջեի միջոցները ծախսվել են, ինչպես միշտ, ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։ Բազմածավալ շինարարություններ են իրականացվել։ Արկա բժշկական կենտրոնները հագեցվել են նորագույն սարքավորումներով։ Թիվը 13 շինարարություններ ընթացիկ, ավարտված շինարարություններ 3-ը եւ մենք այս տարվա ընթացքում էլ չկա ամիս, որ գոնե 2 բժշկական կենտրոնում չբացենք բաժանմունք, չբացենք բժշկական կենտրոն, չդնենք նոր սարքավորում։ Եվ միայն սրա արդյունքում է, որ մեր երկրում վերափոխվում է նաեւ առողջապահական ծառայությունների որակը։ Հարգելի գործընկերներ, ես մեր ռազմավարական ծրագրերից միայն մի քանիսը կնշեմ։ Դեղապահովման 2024 թվականի ծրագրով ունեցել ենք 19.4%-ի բարելավում, ինչը ուղղվել է պատանեկան իդիոպաթիկ արտրիտ, ցրված սկլերոզ, առաջնային իմունոդեֆիցիտ, Կավասակի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով երեխաների եւ մեծահասակների նոր ուղղությունների ներդրմանը։ Առաջնային օղակում մեր բուժաշխատողների աշխատավարձին հավելյալ 2024 թվականին ծախսվել է մոտ 2 միլիարդ դրամ բոնուսների համար, համեմատած 1.6 միլիարդ 2023-ին։ Անպտուղ զույգերի ծրագրով մենք 2024 թվականին 3504 շահառու ենք ունեցել, համեմատած 2748-ի եւ ծնվել է 993 երեխա։ Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ներառված անձանց առողջապահությանը 20%-ով ավելի շատ գումարներ են ուղղվել։ Սա նշանակում է ավելի շատ ծառայություններ, սա նշանակում է ավելի լավ ելքեր։ Այս թվերը կարևոր են, բայց ես մի քանի նաեւ արդյունքներ կհրապարակեմ, որոնք լավագույնս են արտահայտում եւ Տիկին Գյուրեղանին էլ իհարկե փարատուն կասկածները, որ մենք ոչ թե ուրեմն գիտակցում ենք ինչ որոշումներ ենք կայացնում, այլ նաև երջանիկ ենք մեր կայացրած որոշումներով, որովհետև դրանք կայուն արդյունքներ են տալիս։ Այսպիսով, արյան շրջանառության հիվանդություններից մահացությունը 1 տարվա ընթացքում 94.4 պրոմիլից իջել է 93.1 պրոմիլի։ Շաքարային դիաբետից նշված հիվանդությունը 2020 թվականի ցուցանիշին համեմատ 4.4-ից իջել է 2.3։ Արդյոք սրանք չեն ցուցանիշները, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ մենք կատար ենք ածում ժողովրդի կողմից տրված մեր վստահության մանդատը։ Ես պիտի առիթը օգտագործեմ եւ անպայման խոսեմ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին։ Պիտի ասեմ, որ մենք այո, քայլ-քայլ այն ոչ թե ներդնելու ենք, այլ ներդնում ենք արդեն իսկ, սկսած 2018 թվականից, որովհետև մեզ համար ապահովագրական համակարգը միայն ֆինանսական միջոցների ավելացումը չէ, դա նոր որակի բժշկական կենտրոններն են, դա նոր անընդհատ աճող ծառայությունների ծավալն է, դա ֆինանսավորման նոր համակարգն է, 2024 թվականին ներդրվեց օֆերտայի համակարգը, որը կարծես թե լավագույնս պիտի մեզ ուրեմն ապացուցի, որ ապահովագրության շրջանակներում մենք անցնցում իրականացնելու ենք բարեփոխումը եւ այսպես քայլ-քայլ իրականացնելով բարեփոխումը, այո, վստահեցնում եմ ձեզ, որ կառավարության ծրագրով սահմանված ժամկետում էլ մեր խոստումը իրականացնելու ենք եւ ապահովելու ենք մեր ժողովրդին առողջապահական ծախսերի թեթևացումը եւ որակյալ ծառայությունների ապահովումը։
Առողջ եղեք, պահպանեք հոգեկան առողջությունը։ Իրականության զգացումի կորուստը լավ բան չէ։ Շնորհակալ եմ։